Բերեք մի հետաքրքիր հարցից սկսենք, հա։ Ինչու են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մասնակցում Եգիպտոսի գագաթնաժողովին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Եգիպտոսի այսպես կոչված խաղաղության համաժողովը, որը կազմակերպվել էր ԱՄՆ բարձր հովանու ներքո։ Պաշտոնական Վաշինգտոնը մի շարք հյուրեր էր կանչել այդ վեհաժողովին կամ գագաթնաժողովին եւ այս հյուրերի շարքում կային նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության ղեկավարները։ Այնուհանդերձ ամրագրենք, որ այս վեհաժողովի մեջ կային կարծես երկու խումբ մասնակիցներ, հիմնական մասնակիցները, իդեմս բնականաբար ամենից առաջ ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի, բայց նաեւ Թուրքիայի եւ Կատարի, եւ պատահական չէ, որ ելքային փաստաթուղթը նաեւ հիմնականում ոչ միայն հիմնականում, այլ հենց նրանք ստորագրեցին։ Տպավորություն կա, թե մյուս մասնակիցները հրավիրվել էին ուղղակի Դոնալդ Թրամփի հաղթահանդեսը ընդգծելու եւ այն ամենը ամրագրելու համար, որ տեսեք ինքը ինչ միջազգային լայն համաժողով է իրականացնում եւ ինչ լայն աջակցություն ունի եւ բնականաբար նաեւ մենք տեղային խաղացողներս մեր շահերն ունենք Հայաստանի Հանրապետության ղեկավարը առիթը բաց չթողեց եւս մեկ անգամ ԱՄՆ ղեկավարին հիշեցնելու իր մասին, Հայաստանի Հանրապետության խնդիրների մասին։ Մենք բոլորս նաեւ տեսանք, թե Իլհամ Ալիևը ինչ լայնաբերան եւ որ ասում է պոմիդոր վաճառողի քծնանքի ժպիտով լի հայացքով էր նայում Դոնալդ Թրամփին։ Մարդիկ էլ իրենց շահերն էին ամրագրում։ Այստեղ կային հիմնական եւ երկրորդական մասնակիցներ։ Ինձ թվում է բոլորն էլ իրենց խնդիրները մեծ հաշվով լուծեցին։ Շատ լավ։ Հիմա այդ ամեն ինչը ծնվել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագրից, այնինչ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետությունների մասով այո, սակայն այն մեծ խաղը, որը գնում է Մերձավոր Արևելքում, Գազայի այսպես կոչված խաղաղ կարգավորման շուրջ, բնականաբար օգոստոսի 8-ի իրավիճակի հետ որևէ կապ չունի, ավելին հա այդ դեպքում ասեք Հայաստանի եւ Ադրբեջանի ուժային բախման ռիսկը փոխվել է, նվազել է կամ վերացել է։ Այս պահին բարեբախտաբար այդ ռիսկը բավականին նվազ է, երևի թե ավելի նվազ է, քան 2020 թվականից հետո հաշված բոլոր ժամանակաշրջանում, բարեբախտաբար այդպես է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ընդհանուր առմամբ պատրաստ չէ նոր բախման եւ բաց այդ պատերազմն ինքնին բացասական երևույթ է ամենալայն իմաստով։ Ենթադրում եմ, որ մինչեւ 2026 թվականի գարնան վերջ եւ ամառվա սկիզբ, այսինքն որ Հայաստանի Հանրապետությունում կլինեն ընտրություններ համապետական, այդ ռիսկը կլինի բավականին ցածր, եթե ինչ-որ ֆորս մաժորներ չեղան։ Այդ դրանից հետո շատ լուրջ արդեն սրացման հնարավորություններ կան երկու տարբերակում էլ։ Եթե գործող իշխանությունը վերարտադրվի, ապա անմիջապես Բաքվից կգա պահանջը ահա դուք այսքան հետաձգում եք, դե հիմա փոխեք ձեր սահմանադրությունը, սա արեք, այսպես կոչված անկլավները տվեք եւ այլ, դա համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ներսում կբերի կրքերի թեժացման, առանց այդ էլ հետընտրական իրավիճակ կլինի եւ դա արդեն անկանխատեսելի բաների կբերի, որը կդառնա սահմանի վրա, իսկ եթե հաղթի ընդդիմությունը, պայմանական Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, չգիտեմ էլ այդ խումբը, որ իշխանության դեմ է, ոչ արևմտամետ ընդդիմությունը, դա էլ նոր խնդիրների կարծիքով կբերի, դեմս նրա, որ կունենանք նոր իրականություն, երբ որ այս ծանր դրությունը նոր իշխանությունը կփորձի ուղղել եւ բնականաբար պաշտոնական Բաքուն որևէ կերպ չի ուզենա զրկվել իր այդ առավելության դիրքերից, որ այս 5 տարին ունի պաշտոնական Երևանի նկատմամբ եւ դա կբերի հարաբերությունների սրման։ Հիմա դա ինչի կհանգեցնի արդեն դժվար է ասել։ Մինչ այդ Վաշինգտոնյան համաձայնագիրը կգտնվի սպասման ռեժիմում։ Այո, թեև այդ համաձայնագիրն էլ ինքնին իր բնույթով մի քիչ անորոշ փաստաթուղթ է, նախաստորագրվել է, երկրորդը մեծ հաշվով միջազգային իրավական առումով հստակ չենք կարողանում ասել, թե այդ փաստաթուղթը իր բնույթով ինչ է, պայմանագիր է, համաձայնագիր է, չգիտես ինչ է, ընդ որում մեր բոլորը հիանում են այդ։ Գիտեք, բոլորը հիանում են, որովհետև այդ պայմանագրի գլխին կանած է աշխարհի ամենահզոր գերտերության ղեկավարը, որը այս բան շատ լուրջ խնդիրներ ունի իր PR-ի հետ կապված։ Մենք տեսնում ենք, թե այդ մարդը ինչքան մեծ ուշադրությամբ է ամեն օր գրեթե ուղիղ եթեր դուրս գալի իր կաբինետից, արտահայտվում բոլոր հարցերի շուրջը, բայց ցավոք մենք միաժամանակ նաև տեսնում ենք, թե հաճախ Դոնալդ Թրամփը ինչ մակերեսային է պատկերացնում իրավիճակները, տեսեք հենց թեկուզ վերջի այդ Եգիպտոսի ամենավերջի էպիզոդը, որ վերցնենք, ես այդ անուններ շփոթել բան, դա էլ նույնիսկ արդեն չեմ ասում, հիշում եք շուռ եկավ դեպի Ալիևը եւ ասեց քո կամպանիոնը, այդ տերմինը կարծես օգտագործեց, տարբեր բառաներում կա, բայց կա նաեւ ազգակից, յուրային, պարտնյոր, նման ինչ որ իմաստ ունի անգլերենում, այսինքն իր համար այն որ
հայերը 5000-ամյա քրիստոնյա ժողովուրդ են, իսկ ադրբեջանցիները մինչև հիմա դեռևս իրենց էթնոնիմի հետ կապված խնդիրներ ունեն, որ Ալիևը ադրբեջանցի է, բայց էթնիկ քուրդ է, հայերը հայեր են, այս ամեն ինչը մի կողմ իր համար սա մի հատ հեռավոր, ասենք, չգիտեմ, Մոզամբիկի եւ Զիմբաբվեի միջև խնդիր է, որը մեր միջին վիճակագրական Երևանի հային հիմա որ ասես զարմացած կնայի քո վրա։ Բայց չգիտեմ էլ այդ պետությունները սահմանակից են թե չէ։ Այսինքն Թրամփը ստեղ շատ մեծ PR խնդիր է լուծում, ցավոք իր համար իհարկե Նոբելյան մրցանակին չհասավ այս տարի, սակայն դատելով այն բանից, որ նույնպես Գազայի խնդիրը իբր թե կարծես թե կարգավորվեց, թե շատ էս հարցով էս վերապահումներ ունեմ եւ այն բանը, որ նույնիսկ Պակիստանի ղեկավարը պատրաստ եղավ Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրել, կարծում եմ մյուս տարվա Նոբելյան մրցանակի համար էլ Թրամփը կփորձի պայքար մղել։ Այս նույն ծրագրով ինչ հիմա։ Գիտեք, շատ զարմանալի նոր սերնդի քաղաքական գործիչների մի ժամանակաշրջան է, երբ որ մարդիկ լրիվ խաղում են մեդիայի վրա, մեդիա էֆեկտի վրա։ Մենք Հայաստան Հանրապետությունում էլ ենք տեսնում, տեսեք Նիկոլ Փաշինյանը ամեն օր իր Facebook-յան էջում հեծանիվ է քշում, ինչ որ երաժշտություն է դնում, փորձում է մեդիա առիթի, մեդիա խոսակցության թեմա դառնալ եւ զարմանալի ձևով նույն բանը տեսնում ենք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես նման ակտիվություն Ամերիկայի որևէ ղեկավարի կողմից գոնե իմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում։ Գիտեք, ամեն աստծո օր Օվալաձև կաբինետից ունենալ ուղիղ եթեր եւ ամենատարբեր թեմաների մասին խոսել։ Վենեսուելա, Ուկրաինա, ձեռքի հետ իհարկե Հայաստան, հիմնականում Գազա։ Այնուամենայնիվ գիտեք, Թրամփը այնքան հետաքրքիր է, ինքը մի շատ հետաքրքիր մարտավարություն ունի, շատ խոսքերի մեջ ասել ոչինչ։ Երբեմն որ իր խոսքի վերցանում օրինակ կարդում ես, որ լսում ես ընդհանրապես խառնում ես իրար։ Հաճախ ինքը դիտավորյալ կարծես որոշ բառեր անտեղի է ասում, բայց հետագայում դա իրան թողնում է մանևրի տեղ։ Հաճախ մի նախադասություն է ասում, 3 նախադասություն հետո դա որոշակիորեն ժխտում կամ այլ օրինակ ես որոշում եմ ընդունել թամահավքների հարցով։ Միանգամից տարբեր մեկնաբանություններ եղան։ Ռուսական կողմը ասեց, ահա հիմա հրթիռները կտան, մյուս կողմն էլ ասեց կարող է որոշում են ընդունել չտալ հրթիռները։ Ընդ որում ինքը նաև իր ներքին աուդիտորիայի հետ կապված խնդիր ունի։ Հետո էլ ասեցին քիչ կտան։ Դե այսինքն այդ մարդը ուղղակի խոսքերի հեղեղ է լցնում։ Գիտեք, ես այսպես եմ հասկանում, որ իր աուդիտորիան ԱՄՆ-ի հետ հիմնական ընտրողները, որոնք որոշակի ենթադրաբար կարծես թե որոշակի մտածողություն են, չեմ ուզում ասեմ կրթական մակարդակ, իրենց այդ խոսքերի հեղեղը շոուն է ավելի շատ դուրս գալիս, քան թե այն թե Թրամփը ըստ էության ինչ է ասում։ Հաճախ կարդում ես կես էջանոց վերցանումը Թրամփի խոսակցության եւ չես հասկանում ինչ է ասում։ Ընդհանուր խոսքեր, գնահատականներ։ Չինաստանի ղեկավար Սին հզոր անձնավորություն է, բայց ինքը խնդիրներ կունենա, բայց ես իրեն շատ լավ եմ վերաբերվում։ Հիմա դե արի հասկացի ինչ ասես Չինաստանի մասին այս մարդը։ Մեզ պետք չէ լինի հասկանալ, եթե մենք էլ չանցնեինք այդ մթնոլորտով, հա։ Գիտեք, մենք ցավոք ավելի վատ վիճակում ենք այդ աշխարհի հզորների խաղաբեմում, մենք լավագույն դեպքում շախմատի տախտակի մի զինվորի կարգավիճակ ունենք։ Հիմա Թրամփին հետաքրքրում է Գանձասարը, Ամարասը, այն որ 5000-ամյա հայ ժողովուրդը կենսագոյության խնդիր է լուծում, չի հետաքրքրում։ Թրամփի համակարգը ամեն ինչ գիտի։ Գիտեք, համակարգը շատ հետաքրքիր է, մինչև հիմա այն ինստիտուտը, որը ղեկավարում է Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դժվար թե ձեր ասած։ Կա այսպես կոչված, այո, ես այս մասն եմ շատ խոսել, պետական կառույցներ գոյություն են, որոնք բնականաբար հիմնական ԱՄՆ շահերն են սպասարկում եւ գիտեք, ես այս մասին շատ եմ ասել։ Միայն Թրամփը չէ։ Միայն Թրամփը չէ, ավելին ԱՄՆ ադմինիստրացիան ինքը որոշակի նաեւ ժառանգականություն ունի, նույնիսկ եթե դեմոկրատներն ու հանրապետականներն են իրար փոխում։ Հիմա նայենք վերջին տասնամյակներում ինչ է տեղի ունենում ԱՄՆ դիրքերի անշեղ ուժեղացում։ Հիմա դեմոկրատները մի քիչ այլ կերպ են անում, հանրապետականները մի քիչ այլ կերպ են անում, բայց ընդհանուր գիծը գնում է։ Տեսեք, Ասադի ռեժիմը հակաամերիկյան ընկավ, դրանից առաջ Լիբիայի, դրանից առաջ Հուսեյնի ռեժիմը, հիմա Վենեսուելային են մարդիկ թիրախի մեջ վերցրել, Պանաման ահաբեկեցին եւ խելոքացավ եւ չինական բիզնեսը դուրս մղեց Պանամայի ջրանցքից։ Այս պահին աշխարհով մեկ լայնորեն գնում է ԱՄՆ-ի էքսպանսիոնիստական գործընթացը, այսինքն պետությունը ամեն կերպ առաջ է գնում եւ կներեք ինքը ուժի վրա շեշտադրելով եւ օգտվելով այն բանից, որ Ռուսաստանի դաշտությունը լրջագույն խնդիրներ ունի, իսկ Չինաստանն էլ այնուհանդերձ չի կարողանում հասնել լիարժեք ԱՄՆ մակարդակին, ԱՄՆ խոշոր ֆինանսական կապիտալը արագորեն դիրքեր է գրավում աշխարհով մեկ։ Մեր ասեք ինչու չեն հանդարտվում կրքերը Թրամփի ուղու շուրջ։
թվում է ահագին բարձաբանումներ են հնչել, հա, ինչ։ Նախ ամենից առաջ նոր որ խոսում ենք այդքան այդ անորոշությունը մենք չգիտենք թե դա ըստ էության ինչ է ամենակարևորը սա է երկրորդ եւ ոչ պակաս կարևոր Բաքվի եւ Անկարայի նվաճողական ծրագրերը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ալիևը նորից ճպտում է իր այդ քծնողական հայացքով նայում է եւ այլ այն գոռոզ Ալիևը որը տեսնում եք յուրայինների հետ կամ Բաքվում ինչ ձևի ինտերվյուներ տալիս այնց լրագրողների հետ բան Թրամփի հետ այնպես էր ճպտում եւ այնպես էր մատով ցույց տալիս, ահա Փաշինյանը սենց կարծես սենց րոպե առաջ փորձում էր Թրամփին ինչ որ դրական, ես քեզ հնազանդ, ես քո ծառան, ես քո լավ ընկերը, փոքր եղբայրդ եւ այլ։ Այս ամեն ինչով հանդերձ մարդիկ ունեն մեր նկատմամբ ծրագրեր եւ այդ ծրագրերը ոչ մեկ չի վերացրել։ Այն կողմից Էրդողանը իրականացնում է իր նեո-օսմանիզմի քաղաքականությունը, այս կողմից էլ Ալիևը փորձում է վերջնականապես մեր խնդիրը լուծել, որովհետև ես բազմից եմ սա ասել, Ալիևն ինքն է խնդիրներ ունի։ Դա այդ խնդիրները կլուծեր, եթե չհայտնվեր Վաշինգտոնը, թե այդպես չէ։ Գիտեք, ինձ թվում է մի քիչ ստիպեցին Ալիևին Թրամփի այդ PR ակցիայի շրջանակներում եւ այն բանի ազդեցության տակ, որ Ռուսաստանի Դաշնության ի վերջո դուրս մղեն հարավային Կասից այս ամեն ինչի ազդեցության տակ կարծես թե մի քիչ մեր օգտին եղավ են, որ ամեն դեպքում Ալիևի ագրեսիվ գոնե շարժը եւ ռետորաբանությունը սահմանափակվեց։ Ճիշտ է, ինքը ասում է Զանգեզուրի միջանցք, բայց նկատել եք օգոստոսի 8-ից հետո Արևմտյան Ադրբեջանի մասին գոնե խոսույթ ես չեմ լսել։ Ես բավականին ուշադիր եմ, սահմանում բարեբախտաբար խաղաղ վիճակ է։ Մենք ունենք մի քանի ամիս։ Հիմա մենք այս մի քանի ամսում պետք է ինչ-որ բան անենք, բայց եթե 5 տարում էական բան չենք արել, ես կասկածում եմ, որ այս մի քանի ամսում մենք ինչ-որ դրական բան կանենք, այնց իրավիճակ փոխող, ուղղակի պետք է վայելել այս մի քանի ամիսը, տեսնել թե 26-ի գարունը մեզ ինչ կբերի։ Ռուսաստան, որ նշեցիք, ռուսական ազդեցությունը իսպար վերացել է Կովկասում։ Ոչ, իսպար չի վերացել եւ բնականաբար չի վերանա, առնվազն ռազմաբազաներ կան Աբխազիայում եւ Օսիայում, բնականաբար նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Ուղղակի Ռուսաստանը ես նորից եմ ասում լրջագույն խնդիրներ ունի։ Տեսեք, բանը հասել է նրան, որ դնում եւ միջազգային ամենաբարձր մակարդակում քննարկում են, թե եթե տամավքներով հարված են Ռուսաստան ինչ կլինի։ Եվ ստիպված Պուտինն էլ ասում է ոնց թե, ասենք, չի ասում, ոնց թե հարված են։ Ասում է, եթե հարված են, մենք մեր հակոդային պաշտպանությունը կուժեղացնենք։ Այսինքն հարվածի փաստը, որ ենթադրենք 20-30 տարի առաջ ասեն, եթե մենք հարված են մեզ Ի վերջո տամավքը նաև ատոմային մարտագլխիկ կարող է ունենալ, թեև պարզը չեն կիրառի, բայց տեսականորեն կա վտանգ, որ այդ massական հարվածների մեջ կարող է, չգիտեմ, ինչ-որ բան լինի։ Այս պայմաններում Ռուսաստանը ընդհանրապես ասում է մենք մեր հակոդային պաշտպանությունը կուժեղացնենք, հասկանում եք։ Իսկ ուկրաինական ճակատում նայում ես սառած վիճակ։ Լավ, մեկ շաբաթը մեկ հայտարարում են, որ մի հատ գյուղ ենք գրավել, այդ գյուղն է քարտեզի վրա նայում ես ավերակների կույտ, մի 10-20 տուն, որի հիմքերն էլ նորմալ չեն երևում։ Ուղղակի Պաշտպանական Մոսկվան թեմայից թեմա ենք անցնում, Պաշտպանական Մոսկվան համառում է, քանի որ լավ հասկանում է, որ եթե կանգնեց իր պարտությունն է ֆիքսվելու ռազմավարական, բայց դա առաջ գնալն է ռիսկների հետ է կապված։ Դա չենք շեղվի շատ, բայց այնուամենայնիվ դա հետաքրքիր դետալ է, կարևոր կասեի։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառուցում հիմնել հակառակ տենդենսներ։ Հակառակ է, բայց ես մեր մեդիա դաշտում բավականին այս հարցի վրա այս երկու օր ուշադրություն չդարձվեց, բայց Ռամիզ Մեհդիևին են ձերբակալել 2 օր առաջ եւ տնային Կալիևի։ Ոչ միայն Հեյդար Ալիևի, մինչեւ 2019 թվականը այդ մարդը Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարն էր, հին ապարատային, ինչպես ասում են, մի հատ ժառանգած, բայց իրեն էլ է 19 թիվ, 2003 թիվ, 16 տարի իրեն է ծառայել այդ մարդը, բայց ձերբակալությունը լու մի կողմ է, մարդիկ չգիտեն ինչի մեջ են մեղադրում։ Ռուսաստանի հետ համագործակցություն, Ադրբեջանի անկախություն, ես հենց այսօր էի հենց նայում ադրբեջանական փորձագետներ։ Այո, եւ հենց դա շատ հետաքրքիր է, այսինքն Պուտին-Ալիև բանակցություններ այնքան էլ չեն անցել եղբայրական ջերմը մթնոլորտում, ինչպես ասում է, ի վերջո ինչ եղավ այդ բանակցությունների արդյունքում, սթափ որ նայում ենք արտաքին մեդիա կողմում Ալիևը իր լսարանին ասաց, ահա տեսեք Պուտինը եկավ, նկար են նույնիսկ իբր խեղճացած Պուտինը դրի ինձ ներողություն խնդրեց եւ այլ, իսկ ռուսական մեդիա դաշտում ատամները կրճտացնելով եւ ավելի ճիշտ ասացին ինչ ներողություն, Պուտինը ընդհանրապես ասաց, որ ես արդեն ներողություն եմ խնդրել դեռևս այն ժամանակ, ընդ որում ներողությունն այն ժամանակ շատ տոնայնությունը եղել է այնպես, որ կպարզենք եւ այլ, սա մեկ։ Երկրորդ, ում ազատեցին Սպուտնիկ Ադրբեջանի ղեկավարին անազատությունից հանեցին եւ տնային կալանքի դրեցին,
Ռուսաստանում էլ ինչ որ մի արվեստի գործիչ անունը չեմ հիշում, որին նորից անազատությունից հանեցին եւ դրին տնային կալանքի, այսինքն ընդհանրապես երկու քայլեր եւ հանկարծ 2 օր հետո Ռամիզ Մեհդիևին են հարվածում, ընդ որում ասացի կիսատ մնաց խոսքս, դուք չեք պատկերացնես պահին Ադրբեջանում ինչ արշավ է Ռամիզի դեմ, ճիշտ է, ինքը կներկայացնես տականք է եւ սա պատասխան եմ, ասորտե մեր հայերի նկատմամբ շատ պատմակեղծարարություն է անում, իրենց գիտությունների ակադեմիայում էս մարդը շատ հայտնի անց էր, այդ ադրբեջանական պատմակեղծարարության հիմքում է ինքը լավ մարդ չի մեր հայերի նկատմամբ ընդհանրապես, որովհետեւ լավ մարդը չի կարող ստախոս լինել, սա մեկ, բայց երբ որ ես նայում եմ այսօր Ադրբեջանում այն ոչի հոդվածներ են դույս են ծայվում, առանց չափազանցնելու, ինչպես 1936-37 թվականներին ԽՍՀՄ-ում, երբ որ Ստալինի հերթական ֆավորիտին ասենք Եժովին կամ Բուխարինին գցում էին, այսքան, ասենք մոտավորապես տոնայնությունը սենց է։ Մենք պարզեցինք, որ նա երկար տարիներ խաբել է մեծն առաջնորդին, թշնամիների լրիվ սենց ծիծաղելիորեն գալիս է այդ խորհրդային ռեպրեսիվ ոճը։ Բայց սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի այգին են հերթական քարը գցում։ Չէ՞ որ չի կարող սենց բան պատահական լինել։ Ենթադրում եմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ամեն դեպքում չեն լավորեր ապրում, գուցե այն սրվածությունը չունեն, բայց այս Պուտին-Ալիև Դուշանբեի հանդիպումից ես չտեսա, նույնիսկ այն ուղղությունը, որ լավ, կոնֆլիկտը սարվում է, ոչ, ուղղակի մի պահ հանգստացավ, բայց ինձ թվում է խորանա նորից կոնֆլիկտը, իսկ այդ կոնֆլիկտը խորը արմատներ ունի, խորը արմատների հիմքը այն է, որ Արևմուտքը եւ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն փորձում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, իսկ Ռուսաստանն էլ 200 տարի առաջ նրա համար չի եկել Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը կնքել, որ հիմա 2028 թվականին Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակին չլինի այստեղ։ Ինչը կարող է կամ ով կարող է Բաքվին մղել համաձայնագրից հրաժարումը։ Օգոստոսի 8-ին նկատի ունեք։ Այս պահին բարեբախտաբար զուտ որպես հայ մարդ եմ ասում, որը չի ուզում որ պատերազմ լինի, բարեբախտաբար նման բան երևի թե մոտակա ամիսներին չի լինի։ Գիտեք, այս պահին ողջ աշխարհը երևի թե իր հիմնական մասով սպասում է ռուս-ուկրաինական այս թնջուկի հանգուցալուծման։ Ամեն ինչ այդտեղ սենց սառել է եւ բոլորը նայում են թե ինչ է լինելու, որովհետեւ ռուս-ուկրաինական այս ճակատի որոշակի այս հանդարտեցումը, հավասարակշռությունը ստեղել է բերեուժերի հավասարակշռման։ Ռուսաստանը չի ճնշում Բաքվի վրա, Բաքուն էլ համապատասխան քայլեր չի անում, չափից դուրս, որովհետև հասկանալի է, որ Ուկրաինայում սառած վիճակ է։ Երբ որ Ուկրաինայում խնդիրները գոնե հստակենան, այդ ժամանակ ստեղ էլ կհստակենան, որում Հայաստանի Հանրապետությունը շատ բարդ այս պահին փուլ է մտնում։ Մենք տեսնում ենք, որ օր-օրի վրա արդեն նախընտրական կրքեր են թեժանում, նոր անձիկ են հայտ ներկայացնում, հաճախ երիտասարդ, հաճախ խոստումնալից, իշխանությունը նյարդային արձագանք է տալիս, Սամվել Կարապետյանի խնդիրը չի լուծվում, այ հենց այս պահին երևի թե դատարանի դեռևս որոշումը չկա։ Իսկ հոգեվորականներից դա էլ ուզում ասեի, նույնպես այդ մթնոլորտում պիտի։ Այ, գիտեք, ես ինչքան հասկացա բաց աղբյուրների վերլուծությունից այս 2 օրը հիմքում դրել են Օհանավանքի քահանատեր Արամի են պնդումը, թե մեզ ստիպել են, որպեսզի մենք գնանք ընտրությունների չէ, մենք գնանք հանրահավաքի 2000 ենթադրում եմ 21 թվականին։ Սա իմ համեստ կարծիքով այն խնդիրը չէ, որի համար դու պետք է հոգեվորականներին կանչես ազատության զրկում։ Ի վերջո դա նախ պետք է ապացուցվի, երկրորդը ինչ է նշանակում ստիպել են, ինչ ձեռքդ բռնել են եւ ասել են Facebook-յան պոստը գրի, որ Հայաստանին Կադրովի պես ղեկավար է պետք։ Ի վերջո մարդը Facebook-յան էջը մտնում ես 2021-22 թվականին հստակ ընդդիմադիր հայացքներ ունի։ Դա ամեն ինչը մի կողմ բնականաբար ստեղ պայքար է գնալով կրքերը թեժանում են։ Ես կարծում եմ մենք դեռ սկզբում ենք եւ նկարագրում եք նախընտրական շրջանը։ Այո, մենք դեռ սկզբում ենք հոկտեմբերը շատ է թեժանալու ավելի ավարտում ենք արդեն 44 օրյա զեկուցի սառեցնեն։ Այո, միանշանակ կապ ունի, ես այս մասին վերջերս ֆակտորի եթերում ասացի, ես կարծում եմ իշխանությունները այս բան հարմար չգտան, որպեսզի 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը նույնիսկ իրեն տեսքով, որ կազմել են իշխանամետ падգամավորները հասարակության քննարկմանը ներկայացրել, որովհետև ինչքան ուզում ես դու այսպես դրական դա ներկայացրել, ի վերջո հենց այն նախընտրական են ամիսներին բարձանալի ամի քննարկում, թե ինչեր է սենց, ինչի է այսպես արվեց եւ այլ եւ այլ եւ այլ։ Այստեղ գնաց իբր թե կոնֆլիկտ Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան,
բայց ես կարծում եմ այդտեղ մի քիչ երևի թե արհեստականության տար կար, որովհետև դրանով օբյեկտիվ չէ այն պատճառաբանությունը, որ ռազմական գաղտնիքի հետ գործ ունի։ Չէ, նախ սկսենք նայած, եթե գաղտնիքի խնդիր կար, կարելի էր ԱԺ փակ նիստում դա անել, այսինքն քննարկում ընդհանրապես չեղավ մեկ։ Երկրորդը ես կարծում եմ ուղղակի իշխանությունները չուզեցին, որ այդ հանձնաժողովի զեկույցը որևէ կերպ այս պահին մտնի շրջանառության մեջ։ Իշխանությունները կուզենան այս ընտրություններին գնալ մոռացած 2020-21 թվականը, 2021 վեր ամենալայն իմաստով մոռացած, որովհետև 21 թվականի նախընտրական վիճակն էս նայում, ինչ էին ասում, չէ, Արցախի հարցը փակված չէ, տղաները զոհվեցին նրա համար, որպեսզի Ալիևը ասի, որ Ղարաբաղի հարցը դեռևս ոչնչացված չէ, Հադրութով Շուշի, նման ինչ-որ բաներ էր ասվում, դա անցյալ է համարվում, խոր անցյալ, դա ընդդիմությունը բնականաբար կձգտի ամեն կերպ դա ասենց բերել եւ մտցնել, բայց այս ընտրությունները շատ թեժ են լինելու, ավելի թեժ, քան 21 թվականին, աննախադեպ թեժ եւ նաեւ հետընտրական լրջագույն զարգացումներ անկասկած կլինեն, որովհետեւ իշխանությունը ամեն ինչ կանի, որ չկորցնի իշխանությունը, լայն իմաստով եմ ասում, ընդդիմությունները շատ լավ հասկանում են, որ եթե այս շանսն է բաց թողեց, ապա 2000 մնալու է հետո 31 թվական եւ անորոշ բաներ։ Այս առումով միակ դրականը, ասեմ եւ խոսքս ավարտեմ, երևի թե լավն է, որ գոնե օգոստոսի 8-ի այդ համաձայնագիրը ինչ որ կերպ կզսպի Ալիևին, բայց 26-ի ամառվանից հետո կլինի արդեն սրացումներ։